Ողջույն, սիրելի ընկերներ, սիրելի հետևորդներ, շնորհակալություն հանգստյան օրով Կիրակի օրով այս ժամին իմիջիալուց 22:22-ը կարող եք երազանքվել այս ժամին միանալու համար եթերին, ես ոչ մի կերպ ցավոք սրտի չեմ կարողանում այս պայմաններում, երբ որ ես եթեր եմ անում, ֆիքսել հստակ ժամ, բայց փորձում եմ 10-ից 10:30 ընկած հատվածում իմ եթերները անել, չնայած հնարավոր է, որ առաջիկայում ժամերի փոփոխություն լինի, հատկապես առջևում տոնական օրերին գուցե մի քանի օր հանգստանանք, եթե արտառոց ինչ-որ բաներ չլինեն։ Երևի վերնագիրը որոշակի հուշումներ արդեն արեց մեր իրականության մեջ, մենք ամեն օր, ամեն առավոտից երեկո տեսնում ենք sense բացասական երանգ ունեցող վերնագրեր, ինչ-որ գուժումներ, ամենավատ բաների մասին եւ այլն։ Իհարկե ես մի քանի օրինակով կանդրադառնամ դրանց, դա հենց հիբրիդային օրինակի պատերազմի մի մասն է, այս պահին հեռուստատեսությամբ ընթանում է բանավեճ, չցանկացա նայել, իհարկե շատ հաճելի է լսել Սյոպա Սաֆարյանին, բայց բանավեճի ժամանակ նայել, թե մարդիկ ինչպես կարող են նայել երեսիդ ու խաբել, դա արդեն ոնց որ այն չի էլի, չի կարելի։ Ուրեմն ամենասուտ տեղեկություններն են տարածվում, բայց դրանք արդեն երկրորդ հատվածում, առաջին հատվածում ես ուզում եմ անդրադառնալ բաժանումից խոսողներին, որ մեր հասարակությանը բաժանել են մասերի, մեր հասարակությունը բաժանված է, բաժան եղավ, այս ամեն ինչը ասողներին, ովքեր որ հենց հանդիսանում են բաժանողները։ Առհասարակ, իհարկե թշնամական հարաբերություններին եւ հայհոյանքով, այսպես ամենատարբեր անհանդուրժողականության դրսևորումներով խոսույթին ես ինքս դեմ եմ եւ միշտ էլ ցուցադրել եմ դա, որ դեմ եմ, բայց երբեմն ժամանակ առ ժամանակ չեմ կարող չանդրադառնալ, այսօր էլ մի երկուսին իրենց լեզվով կանդրադառնամ բնականաբար, բայց գիտեք ինչ, աչքովս ընկավ մեր բուլկու բանը, մի հատ ելույթ հերթական անգամ, որ խոսում էր բաժանումներից ու չկարողացար դրա կողքով անցնել, հատկապես որ այնտեղ մի դրվագ կա, որը հիմա ձեր բոլորի ուշադրությանը կարժանացնեմ ու մի փոքր խոսենք նմանատիպ երևույթների մասին, հա, որ այստեղ հարցը Նարեկ Կարապետյանը չի, հարցը այդ տվյալ հորեղբայրն էլ չի, տարիքով մարդ է, հարցը այդ մոտեցումներն են։ Խնդրեմ, ուրեմն ինչ որ արաբ գիրում է եղել ոնց հասկացա, այսպեսի մի հարց։ Երևան, հայ վաճառներ։ Հա, աջակցեք։ Ոնց կարան մեզ հաղթել։ Բաժանելով իրանից։ Մեզ կարան հաղթել, մեջմյացին էինք երեք օր առաջ, գիտեք ոնց է բաժանված։ Մեջտեղից ոստիկաններն էին, հարցնում էին ամեն մարդու, դու եկեղեցին ես պաշտպանում, թե հենց տենց էլ ոստիկանները հարցում են, թե Նիկոլական ես։ Ասում ես եկեղեցին եմ պաշտպանում, ասում աչ։ Ասում ես Նիկոլական, ասում ձախ։ Հայ են էլի բոլորը, ասեն, նույն կարող ես տեղ լինեի, դիմացից մի հատ Նարեկ Կարապետյան ընդեղ լիներ։ Հայ են բոլորը, ինչ Նիկոլական, ինչ եկեղեցու, բոլորն պետք է եկեղեցու պաշտպանեն։ Բոլոր ենք հասել, որ մեր արանքը պետք է ոստիկան լինի։ Նա տեսքանը վերլուծենք ու շարունակենք։ Իհարկե դա տհաճ երևույթ է, բայց կներեք այդ տհաճության հեղինակները հենց դուք եք, ապեր։ Այդ դրսևորումը իցույց դնողներն եք դուք։ Այո, ես ասել եմ, որ ոստիկաններ կանգնած են եւ մի հատվածում դուք եք, պարակտիչները, մյուս հատվածում մենք, ավելի խաղաղասեր մարդիկ։ Բայց որպեսզի փոխադարձ վիրավորանքներ չլինի, ես ուզում եմ ու հակված չեմ դրան, էլի, որ դու ասեցիր ես էլ պատասխանեմ, որ դուք եք այդպես, չէ, ես ուզում եմ մի քիչ լուրջ խոսենք, հա, ու հատկապես խոսենք այն հասարակության համար, ովքեր որ նույնպես այդպես են կարծում։ Տես, առհասարակ հասարակությունը չի լինում միատար, միաձև։ Միաձև կարող է լինել ճորտատիրական համակարգում, ասենք օրինակ, Հյուսիսային Կորեայում միատար ու միաձև են, այնտեղ անգամ մազերի պրիչոսկիքն են սահմանափակ, դու չես կարող գնալ ու կտրել մազերդ ինչպես ցանկանում ես, բոլորն են իրար նման, որովհետև դա ճորտատիրական եւ բան բռնապետական երկիր է, հասկանում ես։ Նորմալ հասարակություններում մարդիկ ունեն մեն տարբեր կարծիքներ եւ այլն, ու դա հեչ թշնամության մասին չի, ընդհակառակ մարդիկ ունեն ազատ իրենց կարծիքը հայտնելու իրավունք։ Այլ բան է, երբ որ դուք ազատ կարծիք հայտնող քաղաքացուն չեք սիրում, ու փորձում եք այդտենց ինչ-որ խմբավորումներ անել։ Դու դեմ ես, չէ՞, ոնց հասկացա պարակտումներ։ Okay։ Կարող եմ իմանալ ինչ է նշանակում մեր ձևով շարժում։ Կարող եմ իմանալ, այսինքն ձեր ձևովը ո՞րն է։ Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, բոլորս։ Ուզում եմ իմանալ, այդ վերնագիրը որ դրել եք, մեր ձևով, դա պարակտման մասին չի, որովհետև եթե ասում եք մեր ձևով, ուրենք կան ուրիշ ձևեր նույնպես, եւ դուք դա ընդունում եք, ընկալում եք, ու դուք էլ ձեր ձևն եք բանալ։ Դրա մասին չի։ Հայաստանի հայ ժողովուրդը ունի երկու կաթողիկոս։ Ինչ որ մեկը իր ձևով բան արել։ Սա պարակտման մասին չի, ինչ եք պաշտպանում եկեղեցին, ապա ցույց տվեք մի հատ կոչ, որ արել եք, որ հարգելի երկու կաթողիկոսներ ձեր տեսանկյունից են։ Խնդրում ենք այս ամենին վերջ տվեք, ծիծաղալու է սա արդեն։
Սա վատ բան է։ Օրինակ, էլի դուք դες դեմ եք, լավ։ Ինձ ասեք, խնդրում եմ։ Այդ ոստիկանների շարքը, ասենք թե չլիներ։ Ասենք թե չլիներ։ Դուք ձեզ ո՞նց եք դրսևորում։ Չէ՞ որ պարակտումը եկավ հենց ձեզանից, ասեմ ո՞նց։ Մարդիկ, եպիսկոպոսներ, ովքեր ունեն եկեղեցում իրավունքներ։ Ես հասկանում եմ իրավունք բառը ոչ մի կերպ դուք չեք ընկալում, բայց ես անընդհատ սա ասելու եմ, չեմ օգնելու ասելուց։ 10 եպիսկոպոսներ հայտարարություն են անում մեկ օր առաջ, ասում են ժողով, մենք վաղը գնալու ենք եւ կաթողիկոսին ներկայացնենք դիմում, որ հանգստի կոչելու համար։ Ու խնդրում եմ, որպեսզի հավատացյալները, ովքեր սատարում են այդ գաղափարը, մոտենան։ Ես, ինձ նման 1020 մարդ առնվազն բանի վիպի տվյալներով գնում ենք, ոչ իրավապահ մարմին, ոչ գնում ենք անկարգություն անելու, 10 եպիսկոպոսներ ինչ-որ բան պիտի անեն, գնում ենք, մեզ էլ հրավիրել են։ Դուք գայք միանայիք դեմ մեզ, գայք միանայիք, կամ չմիանայիք, տունը նստեք ձեզ համար, ձեր գործին լինեք, չէ որ ձեր կողմից սատարվող որոշները ժամերգություն էին դրել բյուրականում։ Ինչու վերցրեցին, բերեցին, տեղափոխեցին նույն օրը նույն ժամին հետը, դրանով արդյոք հասարակությանը չէին բարկացնում։ Ու դուք են գնացիք սատարելու, դուք չեք գնացել ժամերգության։ Դուք եկել եք 10 եպիսկոպոսների դեմ հավաքվելու, դուք բաժանել եք ձեզ։ Ինչ եք եկել մեր վրա բոչկա գլորում, թե մենք բաժանված ենք, դուք եք բաժանված։ Ինքնա բաժանվել եք։ Թե ով շուտ ասի այնի ճիշտ է։ Ինձ մոտ որպես նարեկ Խիակ ես թվում, թե դու ունես կարծիքներ, կամ այդտեղ ներկաներդ ունեք կարծիքներ, որ պիտի բոլորը այդ կարծիքների հետ համակարծիք լինեն։ Դες դուք մեծ սվեխ естественный, եսի ինչ եք ասել։ Չէ, հարցեր ենք տվել, միջի չեք պատասխանում։ Օրինակ, տարական բան ենք ասում, Նարեկ Կարապետյան։ Եվս մեկ անգամ հրապարակային ձևով հրավիրում եմ ձեզ ազատ շփում հաղորդմանը յուր, միասին շփվենք ազատորեն։ Վերնագիրը հուշում է, չէ՞ այդ ամեն ինչի մասին։ Ազատ կշփվենք։ Դա հարցազրույց չի, մի վախեցիր։ Դա ազատ շփում է։ Արի դեռ զրուցենք, շփվենք։ Ունի բարձրացնենք Հայաստանի համար։ Ցածր չի հաստատ, վստահ եղիր։ Բարի շփվենք, բա խես բաժանվել։ Խեք բաժանվել։ Ինչի՞ չեք գալիս։ Լավ, ես մի կողմ հանրային հեռուստատեսություն գոյություն ունի, որտեղից նույնպես քեզ հրավիրում են։ Հարմար չի գնալը։ Խեք բաժանվել բա։ Դուք ինքներդ բաժանվել եք, դուրս եկեք, ասում եք բաժանել են, չեն բաժանել, դուք ունեք ձեր գաղափարական պատկերացումները, այն մեկ ունի իրենը, այն մեկը իրենը, մենք մերը Պողոսն իրենը, Պետրոսն իրենը։ Եվ լավ կլինի, որ մեկը մյուսին լսի։ Ոստիկանները կանգնած հարցնում էին դուք բա խեղճերի վրա դրանց է պարտականություն։ Կներեք, ձեր կողմնակիցներից ոմանք իրենց այնքան լկտի են պահել այդ ընթացքում, անգամ ոստիկանների ներկայությամբ, որ եթե չլինեին ոստիկանները, ես կարծում եմ բախումն անխուսափելի էր, դուք դրան եք, ինչի համար են իրավապահ մարմինները բա։ Ինչից եք նեղվել, որ ոստիկաններ կան, եք նեղվում, եք բաժանվում ոստիկաններից։ Ով դուրս է գալիս բաժանումներից է խոսում։ Ո՞նց եք կարծում, բերան ասել են, ես ռասը KGB-ի շպիոն է, ու ես են մի տարածում են, այդ ինչպես պարզվեք սա սուտ էր և եկեք, ոչ մի բանը չի պարզվել։ Դες դուք ձեզ մի համոզեք ու խապեք ու անցեք առաջ, ինչն է ապացուցվել, որ դա սուտ էր։ Ինչն ոնց ապացուցվել։ Գեղամանուկյանը դուրս եկել բանացույց տվել, ապացուցվել, հա։ Լուրջ եք խոսում։ Դուք հասկանում եք ինչ մակարդակի թեմայի մասին է առհասարակ խոսքը։ Դուք գաղափար ունեք ինչի մասին է խոսքը։ Ասենք դու ինչն էիր պաշտպանում, եկեղեցին ումից էիր պաշտպանում, ինձնից արա։ Ու դուք ապուշ չեք արա։ Եկեղեցին ինձնից եք պաշտպանում, հələ կան մի քանի պոռնակացիններ, հրոսակների նման հրոսակները տենց բաներ գրողների ծանոգներն են, որ իրանց են ծարտել լույս աշխարհ բերել առհասարակ։ Ձեր ձևակերպումներում ու вообще այդտեղ կանգնած միկրոֆոններով որ խոսում եք ամեն մեկը կամ հրապարակային հայտարարություններ եք անում, խոսքը հանրային գործիչների մասին է քեզ նման։ Բայց տեղեկացեք, որ նման արտելության խոսք չի կարելի տարածել, որովհետև դրա պետք է պատասխանենք, որ պատասխանենք ավելի կբաժանվեք։ Ընդ որում մենակ մեզնից չէ։ Ասենք օրինակ ես էլ դու էլ հանրային մարդիկ ենք։ Մեր հանդեպ կարող է շատ սուր քննադատություններ լինեն, որոշ դեպքերում կոպիտ։ Բայց ով հայոյան կդարի, թող նրա մերն էլ հերն էլ, տիրոջ մերն էլ, տունու տեղն էլ։ Բայց ո՞նց է ես կարողանում եմ իմ էջում, եթե մեկը մտնում մեկին քրֆում է, կարողանում եմ վերահսկել, դուք չեք կարողանում։ Ինչ նշանակում հերոսակներն ման հարցան թուրքական չգիտեմ, ում եք ասում ժողովրդին։
Ու դուք կարծում եք համերաշխեք ժողովրդի հետ, նենց մենք էլ բաժանողն ենք արա։ Գժվել եք դուք։ 20-21 թվերի կինոն են ուզում կրկնեն։ Ատելությունը դուք եք սերմանել։ Ուրեմն մի քանի հոգի կային գրում են։ Գնել ջան, բա որ ատելություն չէր, բա օրինակ 18 թվականին ինչի էին դագաղներով դուրս եկել փողոց հեղափոխություն անելու։ Ասեն, դա դագաղներով չէ, դագաղով։ Երկրորդ, դա հեղափոխություն կազմակերպողների պատվերով չէր։ Ես ճանաչում եմ անձամբ այդտեղի, մի երկու տարի առաջ եմ ծանոթացել, գնացել էի Սարիտաղ մի հատ հարց կար լուսաբանելու, դագաղագործ տղա էր մի հատ։ Դες պատմում էր, ասում է գնել ջան, որ ստեղով անցնում են, վերցրեց իր արհեստանոցն ցույց տվեց։ Վերցին մի հատ դագաղն ու ի չենք ասում։ Մարդիկ միացել են ամեն մեկը մի ձևով, բայց ընդհանուր առմամբ անընդհատ կոչ արվել, որ սա համերաշխության հեղափոխություն է։ Եվ շատ բաներ թույլ չի տրվել հնդածը, սա մեկ, երկրորդ։ Դի տարբերությունից որ դուք ինքներդ եք դες բաներ կազմել։ Երկրորդ, այո, հանրության ստեղն էր հասել ու հանրությունը շատ ավելին էր պահանջում, քան Թավշյա հեղափոխությունն է։ Որտեղ ատելությունը Սերժն էլ, Քոչարյանն էլ, որ եղբայրը կամ իր կողմից սատարվող անձինք, հայրը ով հանրապետականների ներկայացուցիչ էր։ Այնքան ատելություն են իրենց հանդեպ գեներացրել, կներեք, Սերժ Սարգսյանն ու հանրապետականները, հայրը որպես խմբակցության ղեկավար, որ եկել են բան իշխանության։ Ո՞նց են եկել իշխանության։ Գիտեք ինչ, եթե հեղափոխության ժամանակ մի հատիկ դագաղ էր դատարկ, տենց որպես այլ սիմվոլիկա խորհրդանշող, հորը ու Սերժ Սարգսյանի գալու ժամանակ առնվազն 10 հատ դագաղ էր Երևանի փողոցներով անցնում, մեջը մարդիկ պատած ումով որ գնդակարել են Քոչարյանը ու հենց Սերժի իմացությամբ։ Դուք ի՞նչն եք ինչի հետ համեմատում, ասում եք ով ատելություն վաստակել եք։ Ու շատ մեղմ են արտահայտվել մարդիկ։ Մյուս թեզն են շատ առաջ տանում։ Խափում եք ժողովրդին հերոսի պապիկին Ռոբերտ Աբաջյանի պապիկի տեղ եք ներկայացնում մի տանցանոթ մեկին։ Գիտեք, հեղափոխության օրերին շատ մարդիկ մոտեցել են, միկրոֆոն են վերցրել, կամ չեն վերցրել, ներկայացել են, որ ես այսիշ մարդն եմ, այդպես ակցիաների ժամանակ շատ չես խորանում։ Մանավանդ եթե մարդը ասում Աբաջյանի պապիկն եմ ու պատրաստ է ելույթ ունենա, ոնց կարաս մտածես, որ խափում է։ Կամ ինքը մտածում է, որ ինքը կարող պապիկը լիներ, էլի Աբաջյանի։ Ոնց կարա մտքովդ անցնի, չէ՞ այդպես բան։ Վերցրել խոսում է։ Հիմա զորով մեկին Նիկոլը Ճարեբերելի ասել էր կկասկածես Աբաջյանի պապիկն է։ Չէ։ Անկամ դրա մասին հրապարակային հնչեցվեց է, որ այդպեսի թյուրիմացություն էլ ա եղել։ Իսկ դուք չէ, մեկ ասած դրել եք ու իբր չեք լսում, էլի այդ բաները, հա։ Թե ձեզ ձեռ է տալիս։ Ձեզ ձեռ է տալիս, դրա համար եք դուք շարունակում նման բաներ գեներացնել մարդկանց մեջ, որովհետև այլ բան չեք կարող գեներացնել։ Չեք կարող, դուք ոչ մի ծրագիր չեք կարող ներկայացնել։ Մինչև այսօր սաղ տեղերով ֆրագիշ ծրագիր ես ներկայացրել, ասում եք գալու են գործարաններ կառուցենք։ Բարի, կառուցի։ Տես, ժողովուրդ այսօր մի բան հասկանանք։ Եթե մի հատ իշխանություն ասում է, ես գալու եմ կառուցեմ գործարաններ, սա օլիգարխիայի մասին է ասում, որովհետև պետությունը գործարան չի կառուցում։ Եթե դու գազ դառնաս իշխանություն, այսքան պետությունը ներկայացնող ու կառուցես բաներ, դա նշանակում է, որ դու մոնոպոլիա ես ուզում հաստատես։ Դու ուզում ես օգտվես քո պաշտոնական դիրքից, կառուցես գործարաններ ու դες ժողովուրդը ճորտի պես աշխատի։ Պետությունը չի կառուցում ու չի կառուցելու գործարաններ։ Պետությունը պարտավոր է ստեղծել միջավայր, որտեղ կարող են մարդիկ բիզնես ներդրումներ անել, այդ թվում գործարաններ կառուցել։ Պետության գործը դա է։ Դες հասկանում սովետի ժամանակ պես բան եղել, անց այդ սովետը փլուզվել է դրա համար, հենց։ Նորմալ երկրներում ընդ որում արդեն 25 թիվն է սա։ Դες լաչի գնացեք հեծանիվ ստեղծեք մի հատ։ Կամ գիտես, որ դեպքում ես մի քիչ նորմալ կընդունեի քո ասածը։ Եթե օրինակ դու ցանկացած լիներ գործարան կառուցեր, իսկ պետությունը արհեստական խնդիրներ ստեղծել, որպեսզի դու որպես բիզնես ներդրող չկառուցես գործարան։ Եղել է նման դեպք, կարգելիս։ Նարեկ Կարապետյան, ես ուղիղ բան եմ ասում։ Իհարկե, քո ականջը հիմա լցրած կլինեն, որ ես տենց նիկոլական եմ, բայց շատերն են տենց ապուշ արտահայտություններ անում։ Բայց ես ուղիղ ես պետականապետում եմ, քաղաքացի, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի եմ, եւ թե ինչու եմ հպարտ ինձ համարում, կներես դա հիմա դրա մասին չենք խոսում, եթե հետաքրքիր կլինի, դա էլ կասեմ մի օր։ Տես, եթե դու ցանկացել ես բիզնես ներդրում անես, անարդարացիորեն քո դեմը փակել է պետությունը, պետական մարմինները, ես կարող եմ լինել քո կողքին, որպեսզի այդ թեման բարձրացնեն, ոնց, որովհետև ինչ նշանակում բիզնես ներդրում լինի ու իհարկե մի քիչ կարող խելամիտ բաներ լինեն, ասենք կարան մարդիկներն ու զենան նես բիզնես դնել, պետությունը նպատակ արմար չգտնի, ասի կամ ստեղ մի արա էս ինչ է։ Չգիտեմ, ուղղություններ հնարավոր են, բայց ինչ բիզնես ես ուզել դնես, որ չեն թողել։
Ինչ նշանակում գամ ինչ դպրոց ինչ բան գործարաններ են բացելու, սա դուք աշխատեք ես Հայաստանը ու լինեմ պետության ղեկավարը։ Սա ինչի մասին է։ Սա վատ բան է։ Եթե մարդիկ չեն հասկանում այս ամեն ինչը, ասես բացատրեմ, հասկանաք էլի։ Չի կարելի։ Բաժանել դուք եք բաժանել։ Հայրը դա կոնկրետ բաժանել։ Հայրը լինելով հանրապետական կուսա։ Ինչի 10 տարի եղել եք իշխանություն։ Ինչի մարդի մեկի գործը չէի բացահայտում։ Ինչի համար։ Որովհետև անմիջապես մասնակից եք նրա հետ։ Բան եք, դուք շահառուներն եք մարդի մեկի։ Այսօր կանգնել են ինչեր են խոսում։ Մարդկանց իրավունքը չի պաշտպանվել։ Տես, մի հետ որոշում անգամ կա դրան վերաբերյալ։ Մի հետ որոշում։ Որ չլինի, որ քաղաքական բաներով օգտագործվում, ոչ գույցունի մի հետ որոշում։ Որից հետո դուք առնվազն պիտի սուս մնաք պարակտիչ բառը օգտագործելու փորձելու ժամանակ։ Շարունակենք։ Ուրախալի նորից կան հավաքել եք։ Այդքան զոր կլինեք հիմա բակի եք մտել։ Ես մի գրել եմ Պարո Կարապետյանի, նորաբանական Կիսանդրը վիճակման հաղթելու ոչ շարունակի Հոպարա տարիքով մարդը հանկարծ չկացեք ցանկանում թրախավորել նրան բարուսություն երկարակեցություն են մաղթում։ Բայց Հոպար ջան, ինչ նշանակում այսքան զորք ունենայինք Բաքու էինք ասել։ Լավ, արի հարցը այսպես տան։ Ըստ քեզ իսկ ինչու չունեինք։ Ինչու չունեինք այդքան զորք։ Իսկ եթե կային մարդիկ, ովքեր որ ցանկանում էին գալ կամավոր ու չէին կարողանում գալ, ինչու չէին կարողանում։ Գուցե զենքի պակասներ արդեն, գուցե վատ կազմակերպվածության, գուցե նրա համար որ երբեք զորավարժությունները Հայաստանի Հանրապետությունում նորմալ չեն իրականացվել։ Գուցե նրա համար որ մարդիկ 2 տարի ծառայում են իրեքատիկ պատրոն էին սասախ կրակում շատ դեպքերում դրա հետ չեն կրակում։ Բայց ինչի չունեինք այդքան զորք։ Գուցե նրա համար որովհետև մի մասը արտագաղթել են, հենց Նարեկի գլխավորությամբ։ Արտերկրներում դարձել մեծարությունները շատ նորմալ է, թող հաջորդ մարդիկ են թող որտեղ ուզում են ապրեն Հայաստանում իրենց գործն է։ Բայց մյուս կողմից էլ Անդրանիկի Կիսանդրի ես նվիրում, հարգելիս։ Բանը չծառայած մարդուն։ Արի, Հոպար ջան, միասին մի հատ մտածենք էլի։ Ըստ քեզ Անդրանիկը եթե այսօր լիներ, նա ինչպիսին է կլիներ։ Դու կարծում ես էլի այս պատրոն դաշով զենքով բանով։ Չէ, այսօր լինել էր այսօրվա Անդրանիկ, չէ։ Ինչ կասես Նարեկ Կարապետյանի պարզապես տեղ ինձ համար ինչն է ցավալի։ Որովհետև Անդրանիկ Օզանյանը բոլորիս համար սրբություն ա գրեթե հասկանում եք կարելի ասել։ Այ այդպես սրան նրան այդպիսի սիմվոլներ եք նվիրել, արժե զրկել եք այդ ամեն ինչի կարևորությունը։ Ում ես այդ Անդրանիկի արձանը նվիրում, Կիսանդրին, քանդակը, ու Նարեկ Կարապետյանին, ու ով իր հորեղբոր լոզունգը մեր ձևովի դարձրել է, նո արտահայտությունը դարձրել է լոզունգ, եկել է ձեր մոտ սիրուն բաներ ա խոսում, հուշեմ։ Իսկ ըստ քեզ ինչպես կվարվեր Անդրանիկը, եթե ողջ լիներ, ու պատերազմ լիներ, ու պատերազմի ընթացքում մի հատ անձնավորություն, շատ ազդեցիկ անձնավորություն, ազգությամբ հայ, դուրս գար եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջև դներ հավասարության նշան, կոչ անելով երրորդ երկրից, որ թող նստեն բանակցությունների սեղանին։ Ինչպես կվերաբերվեր Անդրանիկը այդ մարդուն։ Պապի ջան, մի հատ կասես մենք իմանանք քո կարծիքը։ Ասենք արի լավ, գնանք Անդրանիկի ժամանակներ։ Պատկերացրու հայ ժողովուրդը Անդրանիկի գլխավորությամբ, նո կամավորները մակարում են Օսմանյան կայսրության դեմ ու հանկարծ բանա ցեղասպանական դրսևորումների ժամանակ կայսրության սիրելի մի հատ ազգությամբ հայ օլիգարխ դուրս գա ու ասի ես քոչ եմ անում որպեսզի նստեք մշո առաքելուց վանքում ասենք թե վանկի կրնա որ նստեք ու զրուցեք դու ինչպես կվերա դա կլիներ Անդրանիկը եթե չգնար ու արսուփարսաներ տեղում դա արել է Սամվել Կարապետյանը սա բավարար է արդեն բավարար է երբ միլիարդատեր օլիգարխը Ռուսաստանից նման հայտարարություն անում պատերազմի ընթացքում 44 օրյա պատերազմի ընթացքում հուշեմ 44 օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցի Ռուսաստանում ադրբեջանցի օլիգարխները զբաղված են Ադրբեջանին օժանդակելով իրենց կապերով աշխարհում ունեցած իրենց կապերով Այս ինչ եք ժառանգում ինչ գաղափար եք ժառանգում երիտասարդներին Ձեր գործն է, դուք գիտեք, բայց ես մի քիչ երկար կմտածեի, երբ որ ասեին այսքան զորք լիներ Բաքու էինք ասել։ Նախ այդտեղ մի 2-300 հոգի մարդ է, բայց անգամ եթե 2-300,000 մարդ լիներ, այդ արտահայտությունը վաղուց անելու արտահայտություն չի։
որովհետև Նարեկ Կարապետյանը ինչ որ եթե չեմ սխալվում, ինչ որ հիվանդության պատճառով ազատվել է բանակից, շատ բան կասկածելի զուգադիպությամբ բոլոր մեծահարուստների զավակների հետ հանդերձ։ Բանակն ինձ համար էր։ Բանակ ծառայելը բանվոր մարդկանց համար, այդ գործարանները որ բացեք, նրա համար է, որովհետև մարդիկ ու դպրոց չբացեք, որ այդ մարդիկ գնան ծառայեն, իսկ դուք ոչ։ Ու ստանան Անդրանիկի կիսանդրի, սա դեգրադացում է, սա ցավալի տեսարան, այսօր ամբողջ օրը մոտիցս չի ելես, ես նայում եմ, ինչքան անտերյակ ենք ամեն ինչից, ինչքան անտերյակ ենք, Հոպար ջան, գիտես ոնց է, կարող եմ արդես ցույց տանես, եթե ես չեմ ուզում հանկարծ տեսնելուց դու չարանաս, որովհետև ես չգիտեմ, ինչ որ դասեր տալու համար չեմ եթեր անում, չնայած կարծում եմ կարելի էր։ Ես ուզում եմ մենք իրար ճիշտ հասկանանք։ Դու կարող ես չընդունել իշխանությունը, դու ազատ ես քո կարծիքի մեջ։ Դու այո կարող ես սատարել Սամվել Կարապետյանին կամ Նարեկ Կարապետյանին։ Ես այդ պետությունն եմ կառուցում, որտեղ որ քաղաքացիները ազատ լինեն իրենց կարծիքների մեջ եւ երբեք քաղաքացիներին չեմ թիրախավորում։ Նարեկ Կարապետյանի այս կամ այն հայտարարությունը կարող եմ քննադատել ու վերլուծել ու ցույց տալ, թե ինչ ապուշ արտահայտություն է, կարող եմ։ Կարող եմ Քոչարյանի, Նիկոլի, Սերժի, Պողոսի, Պետրոսի գործունեությունը, այո, բայց ես երբեք նրանց հետևից քայլող քաղաքացիներին բան չեմ ասում, բայց մի հատ վատ բան կա այս ամեն ինչի մեջ։ Դուք ասում եք։ Եվ դու հայրիկ ջան, իմ կարծիքով այդ ասողներին ես շատ լսել ու մեջդ գեներացել է երևի յուրատեսակ ատելություն։ Երևի քեզ կարողացել են համոզել նույն Նարեկ Կարապետյանը, վստահաբար համոզել է, որ Արցախի պատերազմում մենք ենք մեղավոր։ Վստահաբար համոզել է, որ գերիներին մենք ենք պահում։ Վստահաբար համոզել է, որ Արցախը էթնիկ զտման Հայաստանն է ենթարկել։ Դե եթե մարդը գնացել հասել էր Նյու Յորք, անգլիական շատ հեղինակավոր թերթին հարցազրույց էր տալիս ու պատմում էր դա, քեզ ասած կլինի ու կլինի։ Դա լավ բան է, արժի տալ նրան այդ կիսանդրին։ Քո որոշելիքն է, դու քո կիսանդրին ուզում ես նվիրի հարցերի չի։ Հայաստանի դեմ դանոց տվողին, ցուցմունք տվողին։ Այսօր օրինակ Շահրամանյանի կողքը կանգնած են, բուլկին էլ է կանգնած։ Շահրամանյանը Հայաստանի Հանրապետության դեմ եւ լախում ցուցմունք էր տալիս։ Նորմալ է դա։ Բայց եթե այդ ժամանակ էր ցուցմունք տալի, բա պատերազմի ժամանակ ինչ են տվել։ Ինչու արևմուտքը չի միջամտում գերիների հարցին։ Լուրջ է, իսկ ինչի պիտի Ռուսաստանը չմիջամտեր։ Ռուսի քթի դուք մեզ տանում եք Ռուսաստան, ճիշտ է, Նարեկ Կարապետյան մենակ չասես չէ։ Մեզ տանում եք, բայց ինչի ռուսը չպիտի մտնի։ Ինչի պիտի առանցվեք ռուսը թույլ տար էթնիկ զտում իր խաղապահի իրականացման գոտում տարածքում։ Ինչի պիտի թույլատրեր այդ գերեվարումները։ Եվ մինչև հիմա ինչու պիտի մի հատ Բաքվին չասի բաց թող։ Ասեմ ինչու։ Որովհետև իրեն ձեռ չի տալիս, դա իրեն ձեռնտու է Բաքվի հետ հարաբերությունները։ Ու միշտ այդպես ձեռնտու է։ Դուք ասում եք, չէ, ախպեր, մենք էլ ենք ուզում։ Ախպեր չի ուզում այդ երկիրը մեզ չի ուզում ունենալ որպես պետություն։ Ուզում է ունենալ որպես իր տարածք, ոնց որ միշտ ունեցել է։ Դուք այստեղ եք այդ արձանի կիսանդրին տալիս։ Ուրեմն սա մի հատ այլասերված կա։ Արարատ Մորիկյան, ով հանդիսանում է Լևոն Տեր-Պետրոսյանի ձակը։ Խոսույթով եւ գործունեությամբ շատ մոտիկ Դոգի մամայի ձակին։ Ասես Դոգի հետ մի մորից մի հորից լինեն։ Այս երևույթը տեղադրում է մի հատ այսպիսի ֆոտո։ Վերևը գրում է 4-րդ հանրապետությունը։ Ծաղրում է էլի։ Դե, շատ եմ հիմա լավ։ Ես չեմ վերաբերում, sense բանի համար չեմ վիրավորում ոչ մի։ Ուրեմն Հարային գործունեություն երբ որ ծավալում ես, պիտի որոշակյորեն դեր պատրաստ լինես, որ քո հանդեպ էլ կլինի։ Բացում եմ մեկնաբանությունները իր հրապարակման տակ, պապի ջան, այդտեղ հավաքվածների նման մարդիկ, այն որ Նարեկ Կարապետյանը ասում է մի բաժանեք հասարակությանը, ինձ հայոյում են, շատ կոպիտ հայոյանքներ, սուր, ընտանիքից վերաբերյալ։
Մտնում եմ ես Մորիկյանին, նամակ եմ գրում։ Հետևյալը, դեսա իմ նամակ։ Գրում եմ, կոմիատ հրապարակման տակ, որտեղ նաև իմ նկարն է զետեղված, լիքը պոռնկացին ես ինչի լակոտներ, հայոյանքներ են գրել իմ հասցեին։ Եթե դու դրանք չես մաքրում, ուրեմն ստացվում է կիսում ես իրենց խոսույթը։ Առավոտը կնայեմ, եթե դրանք դեռ եղան, չեմ երաշխավորի հրապարակային գեշ հակադարձում ես քո հասցեին։ Էլ չասեմ, որ հնարավոր է շատ բաներ են հենց աշխատանքի վայրում տեղի ունենան։ Աշխատանքի վայրը գրած էր ագրարային համալսարան։ Երկար ժամանակ չունես։ Ես կարամ ընկալեմ քո որ բարյացակամ ոչ բարյացակամ վերաբերմունքը իմ գործունեությանը, բայց լափարոշ ինչի տղուն հարիր բաները վստահ շատ ցավ կարամ պատճառել։ Սա զգուշացում էր։ Այս սրիկան, այս այլացինը բնականաբար ինձ բլոկում է, որպեսզի ես հաջորդ հրապարակումները իբր չտեսնեմ։ Ու անում է նկարս դարձյալ դնելով, անում է շատ վատ հրապարակում։ Պարզապես տեղ։ Լավ, կարդամ։ Մեղքսի շտակցնեմ, գիշերվա կեսին կյանքումս առաջին ու վերջին անգամ 37-12 րոպե Civic AM եմ նայել, որտեղ 11-րդ տիրադավը դավալեցին հանգստի էր ուղարկում վեհապարին։ Մեկ էր ծնգ գնել նախնական նամակով իրեն բնորոշ համար 2 ռետինե արտադրանքի բառապաշարով, դուք իմ բառապաշարը տեսակ ընթերցեցի։ Մի քանի հաղորդագրություններ է ուղարկում, պահանջելով իմ երեկվա հրապարակած 4-րդ հանրապետությունը լուսանկարի մեկնաբանությունների տակից հանել իրեն վերաբերող գրառումները։ Տեսեք, արել է հրապարակում, ինքը չի հայհոյում ինձ էլի, բայց տակը մեկնաբանությունները, բնականաբար լևոնական ժեղ պորնիկի վաստակները մտել են ու հայհոյանքներ են գրում իմ ընտանիքի հասցեին։ Ասում եմ լսի, մտի, հակի, կամ ջնջի, լավ դու չես անում, պորնիկի վաստակ է անում։ Ախր ես որ մտնեմ այդ սաղին պատասխանեմ ինձ բլոկելու է կարա, չեք ձգելու։ Շատ հանգիստ ասել եմ իրան, ու ինչ էր գրել։ Նախ չճանաչելով մեկնաբանություններ գրողների 90%-ին ինձ թույլ եմ տալիս նրանց անունից իրենց հասցեին հնչեցած քո սեռական բնույթի հայհոյանքները իբր ուղարկել քեզ, Նիկոլին ու ընտանիքի անդամներին։ Երկրորդ, այն ինչ գրել էիր իմ մասին, գործի տեղում պրոբլեմը, ես դրանք համարում եմ ոչ թե սպառնալիք, այլ մի սովորական ծովաբողկի գլխի ալկաշ նիկոլական թուլի բարբաջանք։ Երրորդ, այն առաջին հաղորդագրությունը, որ շուտ ջնջեցի, ես մի հատ բան էի գրել, ջնջեցի։ Ես հիշում եմ եւ խոստանում եմ քեզ հիշեցնել։ Չորրորդ, ոչ թե աշխատանքի վայրում, այլ անգրագետ ալկաշ, այլ աշխատանքիդ վայրում։ Եվ ամենակարևորը քնելուց առաջ ալկաշ ու կֆուրա տվել։ Մի քանի բաժակ թթուշլորի կամպոտ խմի, որ առավոտյան հետ տալուց մի քիչ թեթև լինի։ ՖԲ ընկերներ ջան, ես 1 կամ 2 անգամ եմ խնդրել նյութ տարածելու համար, որպեսզի գրածս շուտ հասնի այդ առանձնյակին։ Սա թող լինի երրորդը։ Ես իհարկե կխնայեմ իմ հետևորդների ականջները ու մի փոքր այլ կերպ կարտահայտվեմ, բայց դու պետք է որ ըմբռնես ասելիքս։ Այլացին շամորդի պատահականության սկզբունքով թափառող սպերմատոզոիդից առաջացած օրնիկի վաստակ։ Դու քո քաղաքական պապա Լևոնչիկը, այն ամբարոյականի ծնունդը, ով որ մեր գլխին բերեց փաթաթեց Քոչարյան ու Սերժ։ Այն ամբարոյականի ծնունդը, ով 99-ի հոկտեմբերի 27-ից հետո ասում էր պետք է բոլորդ համախմբվեք Քոչարյանի շուրջը։ Ձեր հիվանդներով հանդերձ, ուրեմն ձեր հակի անձնակազմին ասեմ, սաղիդ հաթաթ կնխշեմ, եթե ձեր այս անառակի վաստակի գյամերը չքաշեք, անուն սաղիդ հաթաթ, անես կնխշեմ, ձեր բալեկը, ձեր ձեռից հաշ չեն վերցնի, ձեր թորները, ձեր ճատերը, ձեր ծնողը ձեր բերած դեղը չի խմի։ Սա, որպեսզի ավելի հասկանալի լինի, ժողովուրդ ջան։ Աշտարակի տարածքային խորհուրդ 17/09/2013 Արարատ Մորիկյան խորհրդի նախագահ։
Մենք կհանդիպենք։ Մենք անպայման կհանդիպենք։ Այդ ձեր կապիկությունները կգնաք ձեր մամաների դեմը կանեք։ Կարող է ուրախանան ձեզ ծափահարեն։ Կարող է մտածեն հիվանդ եք դասի չուղարկեն։ Ու այդքան, եթե ունենում եք դուխ, լավ կլինի հակադարձելուց առաջ չբլոկեք։ Խես բլոկել։ Վախենում էիր, որ կտեսնեմ։ Հա? Վախենում էիր, որ կմտնեմ, անենց շանտ օրը կդնեմ, քո հետևորդները կթքեին վրա, դրա համար ես բլոկել։ Ու առհասարակ, այո, այդ քաքլան երևույթներն եք դուք։ Բլոկում նոր եք պատասխանում։ Որ ձեր հետևորդները տեսնեն դուք դուխով եք պատասխանել եք, բայց ոչ մեկ չհասկանա, որ արա գնելը որ չի մտել պատասխանի, կարող է բլոկելը դրա համար չի մտել պատասխանի։ Այո, այդ վախկոտները կաք ու լինելու եք։ Ու ինձ շատ քիչ է հետաքրքիր օրնիկի վաստակ, թե դու ում բարեկամն ես։ Շատ քիչ, բացարձակ հետաքրքիր չի։ Դա էլ ասեմ, որ չմտածես, թե իր հետևը թաքնվելու շանս ես ունենալու։ Հաջորդը։ Լևոնականները ոնց որ դոգից բան են եղել, վարակվել են, կամ էլ հենց իրանք էին բան արել, էլի, նրան ծնել արտադրել, չնայած ես վստահ եմ, որ նա Սերժի չուտնա։ Ուրեմն, Արամ Աբրահամյան, նրանց թուլեկից, լրագրող, երևի ճանաչում եք հիմա նկարը, բանեմ, նայեք ում մասին է խոսքը։ Մի րոպե կներեք ժողովուրդ, չէ՞։ Արամ Աբրահամյան։ Սույն անձնավորությունը։ Լևոնի ամորձիների տակի մանդավուշկեն, ով ներկայանում է լրագրող։ Ես կընթերցեմ մի բան, Արայիկ Հարությունյանն էր նկատել ու տեղադրել էր իր մոտ։ От создателей այս ժողովուրդը ժեխա կամ հայկական լրագրության թշվառության ևս մեկ օրինակ։ Հայկական լրագրության գուրու Արամ Աբրահամյանը երկնել է իր հերթական գոհարը։ Տպավորություն է, որ նա իր գործընկերուհի Արմինե Օհանյանի ու մյուսների հետ սարսափելի ցայտնոտի մեջ են։ Թե ինչպես կարող է նորմալ եւ ինչպես կարող է նորմալ եւ adekvat խմբագիր լրագրողն իր երկրի քաղաքացիների մեծ մասին, որոնք հաջորդ տարի մեծամասնությամբ նորից ձայն կտան հոգուտ խաղաղության, անվանել հարթուղեղ։ Առավոտի իր խմբագրականում Արամ Աբրահամյանը գրել է. Մենք պետք է իմանանք, թե ով է ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ վարում։ Իշխանության քարոզիչները, ինչպես նաև ՀԿԱ-ականները պնդում են, որ դա Ռուսաստանն է, բայց դրանք պաշտոնական հայտարարություններ չեն։ Ես սպասում եմ, որ դա կանի Փաշինյանը, որ կասի ամենը ՌԴ-ն է անում։ Քանի դեռ դա չի ասվում, ես հակված եմ մտածելու, որ դա սեփական հարթուղեղ զանգվածին ուղղված քարոզչություն է։ Արամ Աբրահամյանին ասեմ հետևյալը։ Ես ընդհանուր առմամբ, այո, վերջին շրջանում տեսնում եմ, որ դուք բավականին ընդդիմադիր եթերներ ես անում, նորմալ եմ վերաբերվում։ Համաձայն չեմ, բայց քանի որ Արարատ Մորիկյան չեմ, ով սրբորեն քեզ սիրում է կիսը, մորից ու հորից քեզ ավելի շատ է սիրում։ Մտնում ես էջը սա քո կաչալն է պլպլում այնտեղ։ Ես չեմ վիրավորում։ Երբեք առաջինը ոչ մեկի չեմ վիրավորում, քանի ինչ չեմ վիրավորել։ Բայց երբ որ դու հասարակության քաղաքացիների որևէ շերտ ես վիրավորում, դրա համար պիտի ընտանիքդ պատրաստ լինի վաստակել այն, ինչը դու ունենալ այն, ինչը դու վաստակել տարել ես տուն։ Ուրեմն Փաշինյանի սատարողները անկախ նրանից թվով ինչքանն են, իհարկե վերջին տվյալներով ավելի կամ 600,000 21 թվականի ընտրություններով, բայց հարցը քանակը չի, կարող են լինել 5 հոգի, 10, 50, 100, 200, 5,000, 10,000, ինչքան ասես կարող են լինել։ Լևոններ ունի ընտրազանգված, կան մարդիկ, ովքեր լևոնական են, ախպերին լևոնին են վստահում, կապ չունի քանի հոգի են։ Քոչարյանը ունի, Սերժը, անգամ արդեն Բուլկին ունի, պատկերացնում անգամ Թաթոյանը ունի։
ճիշտ է, iPad-ով է բերել, բայց ունի։ Որևիցե մեկը, եթե որևէ քաղաքացու վիրավորի նրա համար, որ այդ քաղաքացին օրինակ սատարում է Քոչարյան Ռոբերտին, կամ վիրավորի քաղաքացիներին ընդհանուր, որ նրանք սատարում են Պողոսին կամ Պետրոսին, ես իմ դիտողությունը անպայման բարձրաձայնում եմ իմ բոլոր միջոցներով։ Անպայման։ Անկախ նրանից ով։ Իսկ ԿՊ-ի կողմից ավելի հասարակական գործիչներ, քաղաքական գործիչներ ընդհանրապես չեմ տեսել, որ տենց արտահայտեն այդ քաղաքացիների մասին է խոսքը։ Բա դու այ բոզի տղա, քեզ ով է ցարթեր գցել էս կողմ ու սովորացրել, որ դու քաղաքացիների մի ստված խմբի, որտեղ կան մայրեր, կան քույրեր, կան հայրեր, ընտանիքի անդր, այդ մարդը, դու դրանց այդ մարդկանց անվանես հարթ ուղեղ։ Այդ բջջի ծնունդ, ով է քեզ այդ թույլտվությունը տվել, այդ իրավունքը տվել։ Բջջի վաստակ։ Հարթ ուղեղ զանգվածը մամմայի տան մեջ է։ Տես, չեմ ասում հարթ ուղեղ զանգվածը լևոնականները տեն, որովհետև այդ մարդիկ մեղք չունեն, որ կոնոմանած բջջի վաստակ, սենց բջջի վաստակը հայոյանք չի։ Պորնիկը նույնպես կարծում եմ, հա։ Դա ուրիշ բառ է։ Ես կեղտոտ կփուներ չեմ կարող ինձ թույլ տամ սենց, իրանց թայ չեմ։ Ոնց կարես մարդկանց խմբի սենց վիրավորես։ Այ դոգի մորից ծնված անառակաբարո երևույթ։ Սրա համար դու էլ ես պատասխան տալու։ Ու այս սրա գրառումները կիսում են Արարատ Մորիկյան կոչված անբարոյականի ծնունդը։ Այ էս են սրանք։ Նարեկ Կարապետյան, որ խոսում ես համերաշխությունից, բանից։ Գուցե անդրադառնաս, ոնց որ հոպարիտ միլիոններին են ձգտում, ուզում են մոտենան քեզ։ Ուզում են մոտենան, կպնեն, մի երկու բաներ իրանք քերեն։ Մի երկու գրոշ կցեք սրանց բերանը, ու ասեք առհասարակ քաղաքացիներից սենց բաներ չեն ասում։ 26-ին էլ ընտրություններ է, մարդիկ են լինելու, այս արժե համակարգը գնալու են ընտրեն, գնացեք ընտրեք։ Ձեր երեխեքն են ապրելու դրանից հետո, դրա մեջ հետո։ Այնց դրան, ոնց որ ժամանակին այն հոպարի նման մտածողները, որ Կիսանդրի էր Անդրանիկի բանով ռուսաստանցիկին նվիրում, այդ մարդիկ մեր սերնդին կցեցին կրակը, չմբռնելով ինչա կատարվում, ընկնելով զգացմունքային բաների մեջ, անկախությունից հետո աչք փակելով շատ բաների վրա։ Նենց էլ դուք եք ձեր երեխեքին գցելու կրակի մեջ, գալու են հասնեն մեր տարիքի, ասեն ինչ են արել սրանք արա։ Ու դուք խոսում եք բարոյական նորմերից, դուք խոսում եք պետությունից, նայում եմ ես Արարատ Մորիկյանը, այ, հրապարակումներ է ժամանակին արել, նու ժամանակին չէ, տենց անելով գնում է իր արևին, բան, ես իմ ընդեղ, առաջին պատերազմում դուք ինչ եք ասում տղերքն են հաղթել, էդի Լևոնն է հաղթել, բան, սենց բաներ է խոսում, իպր իր արևին հյդյա քննադատում, դու այդ քյոպողլու յոլոպոկի, դու տեղյակ չես, որ Քոչարյան Ռոբերտով ՀՅԴ-ի ծնածն է, կամ ՀՅԴ-ն ծնել է նրան, այսինքն համատեղ աշխատողներով, Քոչարյան Ռոբերտը, Սարգսյան Սերժը, ու քո Լևոնդ, ում նկարը ետնապատկերը տա, որովհետև զոմբի սատկում ես, ես մի հատ լուսանկարսկի Նիկոլիս կյանքում ոչ գցած կամ չգիտեմ էլ ունեմ, թե չունեմ, դուք վազում մտնում եք սրա նրա քամագը, հոտ քաշելով ման եք գալի, որ մի հատ նկար ունենան տեղադրեք, և Կտրիչ Ներսիսյանը, ում եղբայրը բացահայտված KGB-ի գործակալ է, ինչքան էլ որ դուք չուզեք բանանեք, այդ 4-ովը կոնսենսուս ունեք, տեղյակ չես, բա, նայում է ժողովուրդը մի քիչ դաշնակների հանդեպ բանա, հելնում իրանք էլ են տենց գրում արտահայտվում ջանիք, դուք կոնսենսուս մինուս մեկ եք հայտարարել, հիշեցնեմ, ես հասկանում եմ, որ սկզբունքայնությունը ձեր քաղաքական ուժերի բանը չի, բայց այնուամենայնիվ մեր ընկալմամբ նման կոնսենսուսները երկարատև բնույթ են կրում քաղաքական աշխատանքային, հասկանում ես թե ոչ, թուլա, բիչ,
Շատ եք ուզում մենք էլ սկսենք ձեր նման կեղտոտ աշխատել։ Ես մեկը ես, դուք պարտադրում եք, որ ես, տեսեք Ժողովուրդ ջան, անկեղծ ասեմ, ես ունեմ Facebook-յան այս մի հատիկ էջը, էսի որ բլոկվում եմ ախպեր, մի հատիկ էջը, իմիջայլոց եթե կհիշեք, մի 2-3 տարի առաջ Don People մի հատ մուտիտ արդեն իմ վրով արել էր, թե fake-երի բան կա, ունեմ մի հատ այս էջը, որը իմ նկարով, իմ էջն է ու վсё, մեջը իմ հետադարձ հեռախոսահամարը, աշխատանքից վայրերը, իմ տվյալները, ունեմ YouTube-յան այս էջը, բայց Մորիկյան և Արամ Աբրահամյան կոչեցյալ, դուք պատկերացնում եք, որ դուք չեք ձգի, եթե ես, լինելով ձեզանից ակնհայտորեն երիտասարդ և այսօրվա տեխնիկային շատ ավելի ծանոթ, որոշեմ հանգիստ, աչքերս փակ, մի 20 հատ էջ բացեմ, շատ արագ ակտիվացնեմ, ու այդ 20 հատ էջով առավոտից իրիկուն ձեր ցեղի, ձեր այդ տվող առնողի սաղիթ նկարները հրապարակեմ, то եմ մյուս 19 էջով էլ սաղիթ հեր, մեր, ինչ ուզեմ քրֆեմ, ձեզանից մեկն էլ խնդրասի գիտես ինչ կարող դու բան ես հրապարակեմ, այս տակը հայոյան կա, ես էլ տնեմ ասեմ փակակ ես ձեր սենց ծնենց եմ, նորմալ կլինի մեր շփումները, ինչին եք ձգտում, թողնեմ իմ օրվա կարևոր գործերը, ընկնեմ ձեր նման ճուտիկ բուլիկների ворրի հետևից, աշտարակցի ես, Արա, աշտարակցի ես, աշտարակի խորհրդի անդամ ես եղել, աշտարակով ես ճամփա ես կյանքում տեսել, աշտարակում գյուղատնտեսության զարգացում ես տեսել, կուզես ես այս վերջի շրջանում, աշտարակում մարդու օբյեկտը պաժար տվի նրա համար, որ չհամաձայնվի, նու, մարդուն բան արեցին ստիպված ինքն էլ պաժար տվեց օբյեկտ, ասեց դե որ իմը չինելու ոչ մեկին չպիտի լինի, հենց նրա համար արա, որ գնացել էիք խնդրում եք, որ 600 հատ քվյաթերթիկ լեցոնի դաշնակների կամ հանրապետականների օգտին։ Աշտարակում ցանկացած դաշնակ ու ցանկացած հանրապետական, ով որ երբևէ եղել է մասը կազմել ընտրական process-ների, գլուխը կախած տեղից չի ու նաև լևոնական, գլուխը կախած տեղից չի կարա բարձրացնի, այնքան քակեր կա նրա։ Ուզում եք Արագածոտնի մարզը տոներից հետո ամեն օրով սկսեմ լուսաբանել, թե քաղաքական մասը Եվ թե այն իրականությունը ինչ-որ եղել է ու կա։ Արտուր Խաչատրյանները Սախտարուբեկը կարևոր տա, արա դա ամբարանը դաշնը թալանվեց մեկը ծապտուն չեք անել արա, այսօր հել հայ ու թուրք եք ման գալիս, Արտուր Խաչատրյանը Սախտարուբեկը տարավ խուրդեց, այսօր հել հայ ու թուրք եք ման գալիս արա, ծնդել եք դուք, ու ֆրոն որոշում եք մեր մեջ գտնել, այդ թուրք էր, կատարյալ թուրք էր, Ընդ որում հենց թուրքերի են թշնամի հատվածը, ոչ թե, որ մարդիկ կան, չէ՞, բայց թուրքերի մեջ էլ նորմալ մարդիկ կան, հա, կան։ Ես դրանց մասով չեմ ասում։ Ելիչերիներ եք դուք։ Ելիչերիներ, հայ ժողովրդի գլխին։ Որ ձեր մեջ ազգությունները կարան ամեն ինչ լինեն, հայ էլ կարա լինի, բայց դուք հավատարիմ եք թուրքական, դուք ելիչերի եք։ Դրպի վաստակ, ես իմ ասացը կարամ հիմնավորեմ, դու կարաս հիմնավորես, էլի դեմս այդ օրնիկի ծանունդ իսկական, իստավ է պախաստուց։ Իսկ մենք դեր կհանդիպենք։ Արամ Աբրահամյան, քեզ հետ էլ կհանդիպենք։ Քեզորուց ենք էլ մի քիչ։ Ու առհասարակ ես իրավապահ մարմիններին կոչ եմ անում, քանի ես ձնագնդին շատ չի մեծացել, նորից սկսում են 20-21-ի իրենց այլասերվածությունը, ժողովրդի հանդեպ թշնամանքը, արտելույթությունը, հայոյախառը լեքսիկոնը, ժողովրդի հանդեպ, դարձել սկսում են կիրառել։ Եվ իրավապահ մարմինները պարտավոր են ամեն սենց բանի հետևից գնալու, երբ որ խոսքը այսպես հանրային մարդկանց վերաբերվում։ Երբ որ նրանք հայոյում են հասարակության մի մասին, դրա համար են հայոյում, որովհետև որևիցե մեկին որևիցե բան չարեցի կարա։ Այսպեսի բաներ, իսկ վաղն էլ շատ մանրամասնորեն, ես նոր տեսա բան էր գնում, բանավեճ էր գնում հիբրիդային պատերազմի հետ կապված, ես վաղը շատ մանրամասն ձեզ ցույց կտամ, թե ոնց է աշխատում հիմա Հայաստանում այդ հիբրիդային պատերազմը ու սրանց նման տահասները ոնց են դրա զոհը դառնում, եթե իրենք չեն անմիջապես հենց դա տարածողը։ Բայց մի հատ նյութ եմ առանձնացրել, ժողովուրդ ջան, եթե փակելուց առաջ ուզում եմ այս նյութով փակեմ, թող սա դառնա նաև վաղվա անոնսը։
Հատկապես Նարեկ Կարապետյանին եմ նվիրում այս հրապարակումը, որը ժամանակին արել է հրապարակ թերթը։ Վալոջա Հակոբյանն է գտել հրապարակել։ Սա 2014 թվականի մայիսին հրապարակ օրաթերթից նյութ է։ Այսօր այդ կայքի տնօրեն խմբագիր Արմինե Օհանյանը եկեղեցակ քանդ է ասում այն մարդկանց, որոնք պահանջում են 14-ին Արմինե Օհանյանի ղեկավարած օրաթերթի կողմից եկեղեցական հռչակված Գարեգին երկրորդի հեռացումը։ Եվ տիկինը միաժամանակ հաջողացում է դե բախումներ հրավիրելուց ու բախումների ռիսկից խոսել, թե քննադատել բազմաթիվ ոստիկանների ներկայությունը։ Տիկին Արմինե, ոստիկանները այնտեղ էին, որպեսզի բախումներ տեղի չունենան։ Եվ ի պատիվ նրանց բախում տեղի չունեցավ։ Ես հասկանում եմ, որ ձեր սիրտը ամեն անգամ բախում է ուզում, որ ուզում եք արյուն թափվի, որ իշխանության վրա թողնեք դա ու դրա համար եք ամեն միջոցառման ժամանակ քննադատում ոստիկանության շատ լինելը, նրանց անվանարկում վիրավորում, բայց չի լինելու։ Քորանակ չեք տեսնի, ինչքան էլ սադրում եք։ Ուրեմն, հրապարակ թերթը 2014 թվական մայիսի 23 անում է հետևյալ հրապարակումը։ Գարեգին բն եղավ ամենաանժողովրդական, չսիրված ու եկեղեցական կաթողիկոսը։ Ու մանրամասներ, ծանոթացանք Ֆրանսիայի հայ առաքելական Սուրբ եկեղեցու խումբ խիստ մտահոգ հավատացյալների կողմէ պատրաստված հավաքական նամակի բովանդակության հետ ու գրառում է, բայց այդ թեմայով։ Վերնագիրը պարզ էր, չէ՞։ Գարեգին բն եղավ ամենաանժողովրդական, չսիրված եկեղեցական կաթողիկոսը։ Այս նույն հրապարակը Նարեկ ջան ձեր կողքը կանգնած է։ Պաշտպանելու ոչինչ չկար։ Բախեք թողնում։ Այսօր այս նույն հրապարակը պաշտպանում է Գարեգին բին, ում ինքը անվանել է 14 թվականին եկեղեցական։ Այդ ժամանակ մեր եկեղեցին փրկել պետք չէր ձեր ձևով։ Ձեր ձևով։ Թե հոպարը չէր թողնում Քոչարյանական, թե հայրիկը չէր թողնում Սերժական։ Իմիջիայլոց մի հետաքրքիր բան էլ կա։ Արմինե Օհանյանը պատասխանել է։ Ասում այո, երիտասարդ, 14 թվին քննադատել ենք, հետո էլ ենք քննադատելու կաթողիկոսին, երբ հայկական իշխանություն կունենանք, որ եկեղեցին չի քանդում, ազգը չի պարակտում, խժդժություն չի գցում, օտարի շահերին չի ծառայում, տարական բաներ չես հասկանում, փաստորեն։ Հասկանում ես։ Ասում մենք կարանք եկեղեցական դավանենք կաթողիկոսին, բայց այս իշխանությունները իրավունք չունեն։ Դրա համար քանի որ իրանք են ասում բան կաթողիկոսին եկեղեցական, ուրեմն մենք իր իշխանությանը պիտի քննադատենք։ Երբ որ կլինենք իշխանություն, այդ ժամանակ նորից կաթողիկոսին կքննադատենք։ Կասենք եկեղեցական։ Հասկանում ես Նարեկ։ Լավն է։ Ձեր կողքի կանգնած է, եկել ես մեզնից փրկելու։ Ու ես չեմ լինի, եթե մի հատ էլ ազատության որոշ լաճ կամորիկների չանդրադառնամ։ Ուրեմն, այսպեսի մի նյութ են հրապարակել։ Ներեցեք, գտնեմ։ Նյութը վերնագրված է Վեհարանը բաժանած ոստիկանական պատը իշխանությունների գաղտնաձերծած KGB փաստաթուղթ ու մեկնած ձեռքը։ Ու դե բնականաբար այս թշվառականների կողմից դիտանկյունից է ներկայացնում են ինչ-որ ներկայացնում է, բայց մեջը մեծ արտահայտություն է անում, որը աննասունի արած արտահայտություն է, խնդրեմ։ Ագրեսիվորեն տրամադրված խմբեր, որոնց իդեպ համակարգում էր Ստեփան Ասատրյանը, նախկին Տերարամը, նրան այս գործում օգնում էր Մարմաշենի վանքում խուլիգանության գործով անցնող դերասան Գնել Սարգսյանը։ Բոլորին ասացող ես կամենի, բոլորին ես բոլորին ես թողան։ Նախ Ուրեմն, ազատություն ռադիոկայան։ Լավ կլինի գրեք, որ սխալվել եք։ Շատ լավ կլինի, որովհետև նախ եւ առաջ ձեր լրագրողը տեսել է ինչա տեղի ունեցել, այն լրագրողը, որ հելավ ոտերից։ Հետո ներողություն ասեց, շնորհք ուներ։ Տեսել է, որ Տեր Արամին տանում էին դաշնակների կողմը եւ գնելը մոտեցել է, այդ ամեն ինչը տեսնելով, ասելու համար, որ եկեք այս կողմ։ Ում որ դուք կոչով կանչել եք, այդ ժողովուրդը այս կողմն է, այն կողմը չի։
Ինքը չհասկացավ ես ինչ եմ ասում, չէ՞ մարդիկ թող գան ստեղ, ասում չեն կարող գան ստեղ։ Նրանք ընդեղ են։ Զերո ռոբոտով էս կողմից բացատրում եմ։ Հետո նոր հասկանում եմ, գալիս ենք այս կողմ, որտեղ էլ որ ձեր լրագրողը ոտքից տակ էր անընդհատ ընկնում, մենք անընկավ վերջին ոտը ստորովեց։ Ունա տեսել է դա։ Դուք խափում եք։ Դուք ստախոսներ եք, սա մեկ։ Երկրորդ գնելը որևիցե խուլիգանության գործով, այն էլ մարմաշենի, չի անցնում։ Լավ կանեք գնել Սարգսյանի անունը կամ չհոլովեք, կամ ճշտած նորություններ հոլովեք։ Ճշտած նորություններ հրապարակեք։ Իհարկե այս մասով ես իմ փաստաբանի հետ կխոսեմ։ Տեսնենք ինչ կարելի է անել։ Ես կարող եմ բավարարվել ձեր գրավոր ներողությամբ։ Եթե ոչ, ես գործը կտեսնենք, եթե կարելի անտաստար կտանք, որովհետև դուք փաստորեն ինձ ներկայացնում եք խուլիգանության գործով անցնող մեկը։ Մարմաշենի դեպքի ժամանակ նախ դուք դիտավորյալ, սրիկայաբար, նպատակային կիսատ եք նյութը գցել հանրությանը մոլորեցնելու համար։ Երկրորդ այդ նույն օրը նույն քահանան զանգել է ոստիկանություն, նույն օրը երկու ձեր շատ սիրելի փաստաբաններ, որոնցից մեկի մաման անցնում է դպրոցում երեխայի հետ վատ վարվելու գործով ու վեդի քնչականը չգիտենք մեռել է թե սաղա այս գործը խիականաց այդ կինը խիա շարունակում է դպրոցում աշխատել երեխաների հետ փորձեցին այս երկուսը դիմեցին ՀԿՑ ձեր տարածած կիսատ պռատնյութի իման վրա այն մյուս տերտերը վազեց քաղմաս այդ նույն օրը լեննականից մի հատ իրան լուրջ տղա երևակայած եթիմ զանգում է ինձ իբր գողագանով սպռոս ունի անելու մի թեմայի մասին որը մի կողմից քաղմասում է մի կողմից ՀԿՑ-ում հետո գալիս թակուն նկարվում է իմ ասած տեղը այն ծերը ես այստեղ եմ գրել չկա ու փախնում է Արած ցույց տալու որ իրականում գնելը կա կարող է իրան դեմքով չճանաչում դու ճանաչում դու մոտեցի հետո ինձ զանգում է մուշի բաժնից ոստիկան ասում է որ հաղորդում կա այդ թեմայով ես ասում եմ հարգելիս հիմա ես զբաղված եմ մի ժամ ու կեսվա գործ ունեմ հիմա ես քեզ ուղարկեմ իմ նկարածի հղումը ծայրից ծայր դու նայի դա եթե կգտնես որ այնտեղ բան կա որ պետք է կազմել գործ կա կազմել դու խնդրեմ ինքը նայում է ժամ ու կես հետո ես իմ փաստաբանի հետ միասին նրան կարճ ներկայացնելով ինչա տեղի ունեցել հետ եմ զանգում մուշի բաժին ասում եմ բարեցես կներեք դուք նայեցիք իմ ուղարկած վիդեո ասաց անկեղծ ասած ծերից ծեր նայել եմ ու շատ տպավորված եմ շատ գեղեցիկ նյութ էր ստացվել հուսամ ձայնագրությունները կան ասացի իսկ դա ըստ ձեզ կապ ունի այն նյութի հետ ինչը որ ձեզ ցույց են տվել ու փորձել են ձեզ համոզել որ իմ վրա պետք է գործ բացվի այդ դանոսչիկները ասել է այ մոտ մի հատ ուրիշ նյութ էր նենց էր կտրած որ նայում է իսկապես խնդիր կար բայց քո ուղարկածը ծերից ծեր նայում եմ ոչ մի բան չկա ասի կարիք կա ես գամ այդտեղ բացատրություն տալու ասես դեռևս ոչ եթե կարիք լինի կասենք դա տեղի ունեցել եթե չեմ սխալվում հունիսի վերջին 6-րդ ամիս մենք հիմա 12-րդ ամսվա մեջ ենք մինչև այսօր դեռ ես ոչ մի նամակ ոչ մեկից չեմ ստացել բայց քանի որ հիշեցի դանոսչիկների մասին ձեր խոսույթները թե դուք ոնց եք դատապարտում դանոսչիկներին եւ այս Արարատանման երևույթները չգիտեմ այս ընդդիմադիր կոչեցյալները սրանց հետո ողնիկներից ոմանք որ ասում ես արեմյա տեսնում եք դա միլիցիա է բերելու այս դանոսչիկների մասով սես մի դեպք էլ եղավ նախ էդի դանոս էր այս թեման դանոս էր այս հրապարակումը վատ հրապարակում է դուք գրել եք որ ես ասում եմ այդ գործով դրա համար պատասխան տալու եք բայց ձեր դանոսչիկներից աշխարհը չի ծնել որովհետև բոլորովին վերջերս դարձյալ սպառնալիքներ եմ ստանում հետո դարձյալ Արարատի նման ինձ բլոկում է հայտարարություն ու դարձյալ գնում դիմում է մուշի բաժնից դարձյալ չգիտեմ ես լեննականցիկի մեջ ոնց որ շատացել են այս երևույթները կապվում են ինձ հետ թե բա դուք ինչ որ մեկին սպառնացել եք որ կսպանեք ես ասում եմ ոչ թե չեմ կարող այնպես բան ասեմ որովհետև առասարակ դմաբան իմ լեքսիկոնում չկա բացարձակ չկա բայց խնդրեմ եթե բացատրության կարիք կա
պատրաստ են մոտենալ։ Ու մի ամբողջ գիշերվա թեժ խոսակցության վերածվեց այդ ամեն ինչը։ Մինչև որ իրենք պարզեցին, երևի ամենայն հավանականությամբ, որ նման խոսակցություն չի եղել։ Հիմա ես դառնոց չիկներով հետ։ Մեկ էլ կպել եք մեր յախեն, որ ինչ։ Որ ինչ։ Սա եթե հիբրիդային հարձակում չի, զակազով, բա ինչ է, լրագրող, ձեն կարդացող, այդ տակից որ խոսում եք, ասում եք, այդ ձևակերպումն եք անում, ճշտել անում եք, թե ինչ ուզում խոսում եք։ Ու եզրափակելու համար 1-2 րոպե տրամադրեք ասեմ։ Կլինեք Լևոնական, կլինեք հենց Լևոնը, կլինեք Քոչարյանական, կլինեք հենց Քոչարյանը, կլինեք Սերժական, կլինեք հենց Սերժը։ Ինձ շատ քիչ է հետաքրքրում։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Ես ունեմ, սա իմ պետությունն է։ Ես Հայաստանի Հանրապետության մայր օրենքում գրված տեղ գտած ձևակերպման համաձայն ապրում եմ ժողովրդավար երկրում, պաշտպանում եմ իմ ժողովրդավար երկրում ապրելու իրավունքը։ Ունեմ ըստ սահմանադրության եւ մայր օրենքի ազատ կարծիք ունենալու իրավունք եւ որևիցե հիվանդ, որևիցե այլացին չի կարա ինձ զրկի իմ ազատ խոսքի, ազատ կարծիքի եւ ազատ տեղաշարժման իրավունքից։ Եվ նրանք, ովքեր տարբեր բնութագրեր կփորձեն տալ դրան ու ինձ վարկաբերկել, թող լավ իմանան, որ բացում են դրանով պորտալ, իրենց ընտանիքի հասցեին ցանկացած մարդու երևակայությանը հարմար աշխարհի հարհյուրանքների մի հսկայական փունջ առ իրենց սրբություններն ու ընտանիքի անդամները։ Մոտավորապես այսպես։ Շնորհակալություն ժողովուրդ ջան, ներողություն 1-2 տեղ ոնց որ բանալեցի, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ շատ նորմալ եմ արտահայտվել։ Շնորհակալություն նաև եթերը տարածելու համար, կհանդիպենք հետաքրքիր թեմաներով։ Նման սրիկաներով, ովքեր չեն հասկանում ինչ աշխատում քաղաքացիություն եւ պետություն, թող մեզնից հեռու լինեն։ Լավ մնացեք, ամեն ինչ շատ լավ է լինելու, բարի գիշեր ձեզ։